Ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը մարզերում են հանդիպում ընտրողներին, մյուսները դեռ Երևանում։ 2021-ից հետո երկրորդ անգամ վարչապետ է փորձում դառնալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա գլխավորած Հայաստան դաշինքի նախընտրական հանրահավաքն երեկ էր։ Այսօր առավոտյան Քոչարյանը թիմակիցների հետ եռաբլուրում էր։ Լրագրողները հիշեցրին, որ վարչապետ Փաշինյանը նաև իր քաղաքական ուժին է պատերազմի եռագլուխ կուսակցությունների շարքում դասել, պնդելով, թե ոչ Քոչարյանի, ոչ Գագիկ Ծառուկյանի, ոչ էլ Սամվել Կարապետյանի ուժերը չպետք է խորհրդարան անցնեն։ Մենք արդեն ասել ենք, եռագլուխը դա ինքն է, Ալիևը եւ Էրդողանը, հա, եռագլուխը իսկական եռագլուխը։ Պարոն Քոչարյանը ձեզ վախենում է ձեզ ուժերից Փաշինյանը, որ այդպես հերիքա։ Մի քիչ այն տեղը չի, որտեղ ծավալվեք էլի կներեք։ Խորհրդարանական նախորդ ընտրություններում անցողիկ ՇՄՉ հաղթահարած Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ Հաղթանակ զբոսայգում Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք գիտեն ինչպես կառուցել հզոր պետություն, որը կապահովի ժողովրդի ազատությունը, ինքնիշխանությունն ու բարեկեցությունը։ Հորդորեց կարդալ իրենց նախընտրական ծրագիրը։ Բոլոր քաղաքական ուժերը գալիս են ասում են, «Էս կանենք, այն կանենք, մարդկանց կյանքը կբարելավենք», շատ լավ։ Իսկ ձևը առաջարկում եք, մեր ամբողջ ծրագիրը հենց գործիքակազմ է, ձև։ Ինչպես մենք պետք է լուծենք այդ խնդիրները։ Ասենք ասում եք գյուղացու համար պետք է եկամ մտաբեր սարքենք բանը գյուղատնտեսական գործունեությունը։ Ոնց։ Մենք շատ կոնկրետ ծրագիր ենք դնում եւ առաջին անգամ օրինակի համար մտնում ենք այդ պետական օպերատորի ստեղծման գաղափարով։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի հիմնած ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական առաջին հանրահավաքը երեկ էր։ Կարապետյանը տնային կալանքում է, իսկ նրա թիմակիցներն առավոտյան շարժվել են դեպի Սյունիք։ Ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն էր ավտոբուսից տեսանյութ հրապարակել, որտեղ նրա թիմակից Էդգար Ղազարյանը հումորով արձագանքեց իրենց ուժին վերագրվող ընտրակաշառքի գործերին կցված գաղտնալսումներին։ Ուժեղ Հայաստանը հերքում է իրավապահների պնդումները, թե ընտրություններին ընդառաջ կաշառք են բաժանում։ Ոնց է մեր պլանները, պարոն Ղազարյան։ Դե մենք ունենք քարոզչական հանդիպումներ մեր ընտրողների հետ, նաև մեծ հավաքներ, մեծ քաղաքներում, մասնավորապես Սիսիանում, Գորիսում, հետո նաև Կապանում, վերադարձի ճանապարհին մեծ հանդիպումներ կունենանք նաև Վայոց ձորում, իմ ծննդավայր Վայքում եւ ինձ համար շատ սիրելի նաև Եղեգնաձորում։ Շատ լավ է։ Իսկ ինչ պլաններ ունենք ճանապարհին, ոնց ենք անում։ Դե մայկաները վերցրել ենք ստերի գրասենյակի, շալվարները կվերցնենք Արտաշատի գրասենյակից։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ իր առաջնորդած միասնության թևեր կուսակցության անդամների հետ հաղթանակի զբոսայգուց նոր քվարչական շրջան էր գնացել։ Սևազգեստ Միկին, որն ասաց պատերազմում 2 զոհ է ունեցել, Թաթոյանից խաղաղության երաշխիք ուզեց։ Կողքից Միկին արձագանքեց. ռուսների հետ եք խաղաղություն բերում։ Մայրիկ ջան, մենք ձեզ պարտք ունենք տալու երաշխավորված անվտանգությամբ։ Ռուսների հետ, Հայաստանի հետ, Հայաստանով։ Նայեք, լավ, տիկինը մի կարևոր հարց տվեց, ասում է ռուսներով ենք խաղաղություն բերելու թե չէ։ Մենք ոչ մի անգամ չպետք է հույսներս դնենք ուրիշի վրա։ Երբ մենք հույսներս դրեցինք ուրիշի վրա, միշտ այդ ուրիշը մեզ իր շահերի համար զոհաբերելու է։ Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանը, որ Փաշինյանի կաբինետում 2 տարի հատուկ հանձնարարություններով դեսպան է եղել, հիմա նույնպես վարչապետ դառնալու հայտ է ներկայացրել։ Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում Փաշինյանին քննադատեց։ Ճակատագրական սխալ ասել Արցախյան շարժում նշանակում է, որ ռեֆլեքսիայով փորձել ռևիզիայի ենթարկել մեր պատմությունը։ Փորձել կեղծել մեր պատմությունը, փորձել մերժել մեր պատմությունը, փորձել նվաստացնել զոհերի հիշատակը, ուրանալ այդ հիշատակը։ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Բարգավաճ Հայաստան կուսակցության ու նրան միացած Մայր Հայաստանի անդամներն այսօր նույնպես հաղթանակ զբոսայգի էին գնացել, բայց նրանց հետ չէր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը մինչև այս պահը չի բացահայտում, թե ով է իր ուժի վարչապետի թեկնածուն։ Նա քարոզարշավի առաջին օրը փակ հանդիպում էր ունեցել թիմակիցների հետ։ Նախընտրական քարոզարշավը կսկսի վաղը Հայրենի Աբովյանից։ 2018-ի հեղափոխությունից հետո Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը, որին հետո ՔՊ-ն հեռացրեց պաշտոնից, նույնպես փորձում է վարչապետ դառնալ։ Մարությանն առայժմ քարոզչությունը սոցհարթակներում է շարունակում։ Վաղը կշրջի Երևանի կենտրոնի բակերում։ Պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի երկրորդ օրն է այսօր։ Այն կավարտվի հունիսի 5-ին։